Սերետեք կրկին հրայրը, ես այսօր կպատմեմ դրամների մասին։ Ինչ են դրանք, որտեղից են առաջացել և ինչու են կարևոր մեր կյանքում։ Հին ժամանակներում մարդիկ փոխանակում էին իրեր, օրինակ, մեկ տալիս էր մի բատ, իսկ մյուսը տալիս էր մեկ պարկ բրինձ, բայց հետո հասկացան, որ այս ձևը շատ չի աշխատում և մտածեցին և ստեղծեցին դրամներ։ Սկզբում դրանք լինում էին մետաղից։ Հին դրամները շատ հետաքրքիր տեսք ունեն։ Կարելի է գտնել նույնիսկ հին հայկական մետաղադրամներ։ Այսօր մենք օգտագործում ենք հայկական դրամ։ Մենք ունենք թղթադրամներ, մետաղադրամներ։ Դրանք պետք է խանութում ապրանք գնելու համար, տրանսպորտով պարարտելու կամ նույնիսկ նվեր գնելու համար։ Իսկ ինչպես խնայել դրամը։ Ես ունեմ խնայատուփ։ Երբ ինչ-որ մեկ հարազատներիցս կամ ուրիշ մեկը տալիս է ինձ դրամ, ես մի մասը խնայում եմ, իսկ մի մասը ծախսում և այդպես հավաքում եմ, ինձ պետքական կամ շատ պետքականը իր եմ առնում։ Ոչ թե շուտ ծախսել, այլ մտածել ինչպես լավ օգտագործել։ Շնորհակալ եմ դիտելու համար։ Հույս ունեմ դուք էլ ավելի շատ բան իմացաք դրամների մասին։ Հիշեք, դրամը կարևոր է, բայց ավելի կարևոր է այն խելացի օգտագործել։ Դե ինչ կհանդիպենք մյուս կիրակի օրը։ Հաջողություն։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք իմ վիդեոները, շորթերը, ես շատ դրանից կուրախանամ։ Ուղղակի խնդրում եմ ձեզ բոլորով, ձեր հետ հասնենք 100 բաժանորդ։ Տեսնենք ձեզ, դուք կկարողանաք 100 բաժանորդագրվեք ինձ և 100 բաժանորդ ես հասնեմ։ Երևի հույսով եմ դուք կարող եք բաժանորդագրվեք ինձ և ես 100 բաժանորդ հասնեմ։ Խնդրում եմ ձեզ, դուք արեք սա, իսկ ես ձեր համար վիդեո կգցեմ շատ հետաքրքիր և լավ։ Այմա հաջողություն։